Այ ժողովուրդ ջան, արդեն իրոք հոգնել ենք վիոլաների ու անպատասխանատու չինովնիկների ձեռքը։ Բավական է բնությունը թեթև լացի ու մայրաքաղաքի փողոցներն ամբողջությամբ լցվում են ջրով։ Դրա պատճառով նույնիսկ նոր տերմիններ ենք սովորել, օրինակ սելավատար, ու պարզվում է, որ ջրհեղեղները այդ սելավատարների չգործելու պատճառով են առաջանում ու հարցը, թե ով է մեղավոր դրա համար, ընդհանրապես ավելորդ չէ, հա բայց ինչ օգուտ, եթե դրա պատասխանը չկա։ Խնդրեմ, նոր վարչական շրջանի Գյուրջան փողոցում ենք, բա ես այսօրը կմոռանամ, ոնց կմոռանամ, եթե հերիք չի ամբողջ գիշեր չքնեցի, հետն էլ մրսացություն ու տաքություն ձեռք բերեցի, դարձել էի պարեկ, ընկած կարգավորում էի երթևեկը, ավելի ստույգ ստոպ էի տալիս որոշ մեքենաների վարորդներին, որպեսզի իրենք էլ ջրի գերին չդառնան։ Գնա դու էլ մնաց ջրի մեջ։ Բայց իրոք ժողովուրդ ջան, հասկանալու հետ խնդիրներ ունեցող այնքան վարորդներ ունենք, որ օպերատիվ ծառայությունների աշխատակիցների գործը դրանց պատճառով կրկնակի բարդանում է։ Բայց լավ, տեղի ունեցածը չկապենք վարորդների հետ, եթե պատկան կազմակերպություններն ու գերատեսչությունները նորմալ աշխատեին։ Հիմա վարորդների վրա մունատ չեն գա, իսկ պատկան կազմակերպություն ու գերատեսչություն ասելով նկատի ունեմ Վիոլա ջուր ընկերությանն ու Երևանի քաղաքապետարանին, հենց որոնց անգործության պատճառով էլ նման խայտառակ վիճակ է ստեղծվում։ Թեև եթե անկեղծ լինենք, մեղավորը ոչ այնքան քաղաքապետարանն է, որքան Վիոլան։ Փրկարարները մոտեցան, հերթական ավտոմեքենան, որպեսզի դուրս բերեն։ Ինչև գոտկա տեղը ջուրը սելավատարը բաչը գործ էր, երկու ավտոմեքենա էլ են տեղը, ընդհանուր 5 ավտոմեքենա։ Ասեք, որ բավականին խորհրդանշական կադր է, մի կողմից արագաչափը, մյուս կողմից ջրի տակ մնացած մեքենաները։ Այս կադրը հուշում է, թե ինչ ծանր բաժին է ընկել մեր վարորդներին, թե ինչ խոչընդոտներ են հաղթարում երթևեկի ընթացքում, ինչևէ, ինչի վրա ենք կանգնել, հա, հիշեցի, որ սելավատարները վաղուց արդեն նորմալ չեն գործում, ինչի պատճառով մեծ լճակներ են ստեղծվում ու որքան էլ օպերատիվ ծառայությունները փութաջանորեն իրենց գործը կատարում են, միևնույն է, մարդկանց հասցվում է թե ֆիզիկական, թե նյութական ցավ։ Կոնկրետ այս դեպքում Երևանի 103 շտաբօգնության բժիշկները 1 հոգու բուժօգնություն են ցուցաբերել, որից հետո տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները մեծ դժվարությամբ կարողացան որոշ հատվածներում մոտ 1 մետր խորությամբ լճակից մի քանի ավտոմեքենաներ դուրս բերել։ Վստահ եմ, որ դրանք արդեն անպիտան են ու վարորդները պետքա մի կլորիկ գումար ծախսեն մեքենաների, ասենք, էլեկտրականությունը վերականգնելու համար, իսկ ով է փոխհատուցելու այդ գումարները, ապահովագրականները հաստատ չեն տա։ Վստահ եմ, որ քաղաքապետարանն ու Վիոլան եւս, լավ, ինչքան կարելի է, իսկական անտերանոց է։ Այստեղից է։ Նոր է սկսել քաշել, գիտեմ։ Էս հա, տես արդեն սկսեց քաշել։ Էս էլ բնության մյուս տարերքը, ջրից հետո կրակ, էս ազգի գլխին փորձանքա որ գալիս է, բայց ամենասարսափելին էն է, որ դրա վերջը չի երևում։ Մթնշաղին ավելի ստույգ 18:30-ի սահմաններում 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում, որ Նորք Մարաշ վարչական շրջանի Սերո Խանզադյան փողոցում տներ են այրվում։ Շատ կուզենայի այդ ահազանգից հետո տեսնել այն փրկարարների վիճակը, որոնք քիչ առաջ ջրի տակից ավտոներ էին դուրս բերում։ Ջրի համար նախատեսված արտահայտուստը պետք է փոխարինեին հրդեհների համար նախատեսված հատուկ արտահայտուստով ու գնային ոչ թե շարժական, այլ անշարժ գույքը փրկելու։ Հələ varım ha? Հա։ Մարդու բան չէ, չէ՞։ Կարևոր է դա։ Ինչպես տեսնում եք, դեպքի վայր են հասել հրշեջ փրկարարական մի քանի մարտական հաշվարկ։ Չգիտեմ, թե ինչ կլիներ այս ամենի վերջը, եթե մինչև հրշեջների հասնելը բնակիչները սեփական ուժերով չպայքարեն կրակի տարածման դեմ։
Ինչ եմ սա ասում, որովհետև այս հատվածում տները իրար կպած էին ու կրակի տարածումը քամու ուղեկցությամբ կարող էր երկրաչափական պրոգրեսիայով զարգանալ։ Էդ են նայում։ Կասեք ինչ լինում է, այս շիֆերին լինի, դե իհարկե լավ կլիներ, որ տենց լիներ, բայց ոչ։ Օպերատիվորեն հասած 103 շտաբօգնության բժիշկների 2 հերթապահ խմբերը ծխահարված 4 սոկու տեղում անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերել։ Ասացին, որ նրանց հետ ամեն բան կարգին էր, բայց 4 տներից 2-ի մեջ եղած ամբողջ գույքը վերածվել էր մոխրի։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, նախաքննությունը կպարզի, բայց չեմ զարմանա, եթե պարզի, որ ասենք էլեկտրականության կարճ միացումը, այ ժողովուրդ ջան, որպեսզի անընդհատ փորձանքներից չբողոքեք, պիտի մենք էլ մեր հերթին ուշադիր լինենք։ Մինչև վերջի մոցիլը չհանգի, ստեր չգետա։ Շմարկանց տները տարիներով։ Ուշադիր լինել ասելով նաև այս դեպքն եմ հասկանում։ Վաղարշաբաթ աշտարակ M3 խճուղում դվին հանդիսությունների սրահի հարևանությամբ գտնվող կամրջի մոտ երեկոյան 18:30-ի սահմաններում տեղի ունեցածը ինքնավթար է, իսկ ինքնավթարների մեծ մասը տեղի է ունենում վարորդների անուշադրության պատճառով։ Ասում եմ, չէ, ինչ անում չենք անում, միևնույն է, այս ինքնավթարների դեպքերը չեն նվազում։ Դրանց պատճառների մասով արդեն առիթ ունեցել ենք խոսել ու երևի թե դրանց պետք է գումարենք վթարի ժամը, այսինքն մթնշաղը։ Բարձացա, չէ, գյուղմթերքով։ Տղեր կամուրջի ցանկ է, թե կողքից։ Շատ հետաքրքիր հարց էր, որին պարեկների հետևած պատասխանից կարելի է ենթադրել, որ Ford Transit-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելափակոցներին եւ գոհաշրջված վիճակում հայտնվել կամրջի տակ։ Փնտրում էի վարորդին, որպեսզի հարցնեի, թե եղբայր, դու կարող ես խմած ես եղել, վրեքներս խաբար չկա, բայց ասեցին, որ նրան եւ ուղևորին տեղափոխել են Վաղարշաբաթ բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց։ Սպասում էի, որպեսզի վերադառնար դեպքի վայր ու հետաքրքրությունս փարատեր, բայց դե երևի հասկացել է, որ կարող է ավելի անհարմար վիճակում հայտնվի, դրա համար էլ չեկավ։ Չնայած եթե ասեն, որ եղել է ինչ-որ մեքենա, որ խոչընդոտ է ստեղծել իրենց առջև, կարող է հավատամ։ Այս տանիքին էլ է կպե կրպակի։ Լավա մարդ չի եղել, այ ցավը տանեմ։ Լավ, եթե նախորդ դեպքերում գերազանցապես օպերատիվ ծառայությունների արդյունավետ աշխատանքի պատճառով զոհ չունեցանք, հաջորդիվ ներկայացվող 3 դեպքում պատկերն այլ էր։ Ողբերգություններ, որոնց հիմքում նախ եւ առաջ մարդկային գործոնն է։ Վթարի վերաբերյալ հերթական ահազանգը ստացա կեսգիշերից րոպեներ պակաս։ Ահազանգողը շտապ կանչում էր Երևան-Սևան-Իջևան ճանապարհ, իսկ ավելի ստույգ Չարենցավանի վարչական տարածք, ասելով, թե շամ-շամ, սարսափելի վթար է ու կարծես զոհ կա։ Դե արդեն երևի պատկերացրիք, որ ահազանգից 40 րոպե անց դեպքի վայրում էի։ Երևի նկատեցիք, որ վթարված 2 մեքենան էլ Mercedes մակնիշի են, ու եթե ասում են, որ դրանց հետևանքով զոհ կա, ուրեմն հարգելի վարորդներ, պետք է հասկանալ, որ ձեր անզգուշությունը չի կարող փրկել անգամ այնպիսի հայտնի բրենդը, ինչպիսին Mercedes-ն է։ Անզգուշություն ասելով նկատի ունեմ փաստը, որ մեքենաները ճակատային բախում են ունեցել։ Իսկ դա նշանակում է, որ դրանցից մեկի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, թե հիմա փորձել է վազանց կատարի, թե վարորդի աչքն է կպել, կարևոր չէ։ Կարևորը անզգուշության հետևանքներ։ Ճանապարհի միջնամասում ասում է, որ հատված Իսկ հետևանքը այն էր, որ 1 հոգի տեղում մահացել էր, եւս 5-ին տեղափոխել են Չարենցավան բժշկական կենտրոն։ Սա է գինը, որ վճարում ենք անզգուշության համար։ Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ որոշ վարորդների մտածելակերպը։
Եթե ասենք անհրաժեշտ տեսադաշտի բացակայության պայմաններում դուրս են գալիս վազանցի կամ ունենալով ֆիզիկական հոգնածություն կամ ելի լինելով ալկոհոլի ազդեցության տակ, հերիք չի ռիսկ են անում մեքենա վարել, մի հատ էլ մարդկանց են տեղափոխում։ Նախաքննությունը կպարզի, թե կոնկրետ այս դեպքում ինչն է եղել վարորդներից մեկի հանդիպակաց դուրս գալու պատճառը, բայց եթե նշածս դեպքերը բացառվեն, այսինքն վարորդները այդ պարզ ճշմարտությունները ընկալեն, հաստատ նման դեպքերը կհասցնեն նվազագույնի։ Էլվոնս կլիներ, շատ ենք ուրախացել, երբ մի որոշ ժամանակահատված չենք անդրադարձել սպանությունների դեպքերի, հեսա խնդրեմ, քաղաքացիական հագուստով իրավապահները կեսգիշերին մոտ օկուպացիա են արել Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցի 8-րդ շենքի շքամուտքը, որովհետև րոպեներ առաջ ահազանգ են ստացած եղել, որ նշված շենքի բնակարաններից մեկում կնոջ դիկ կա։ Բայց իրավապահները միայն դին չեն հայտնաբերում, նաև տեսնում են, որ տունն ամբողջությամբ տակնու վրա է արված, առկա են նաև առնանման հետքեր, իսկ ինչ է դա նշանակում։ Ճիշտ է, որ ամենայն հավանականությամբ կնոջը սպանել են թալանելու նպատակով, սա դեռ վարկած է, մնացածը իրավապահները պետք է պարզեն, չնայած, որ իմ փոքրիկ հարցախույզը մահացածի հարևանների շրջանում հաստատում է ավազակային հարձակման վարկածը։ Տեսախցիկի առաջ խոսելուց հրաժարված քաղաքացիները ասում էին, թե սպանված կնոջ հարազատները բնակվում են Միացյալ Նահանգներում եւ որ կինը միայնակ է բնակվել։ Նույն օրը ժամը 12:00-ից 13:00-ի սահմաններում նա պատասխանել է հարազատների հեռախոսազանգերին, բայց ժամը 13-ից հետո, երբ այլևս դուրս չի եկել կապի, ազգականը շտապել է նրա տուն եւ հայտնաբերել կնոջը մահացած, տունն էլ ամբողջությամբ տակնու վրա արված։ Մի խոսքով, ամեն ինչ հուշում է, որ տեղի ունեցածը ավազակային հարձակում է։ Չնայած, փորձն էլ հուշում է, որ նման դեպքերում ինչ ասես կարող ես սпасել, անգամ հարազատից։ Հիշում եք, թե քանի անգամ ենք ասել, որ մեզ պատերազմ պետք չի։ Ինքներս հաստատուն քայլերով ինքնակործանվում ենք։ Սա ասում ենք հատկապես զինվորականների մասնակցությամբ դժբախտ պատահարների դեպքում, կոչ անելով նրանց երթևեկի ընթացքում ցուցաբերել առավելագույն զգոնություն եւ զսպվածություն, բայց ինչպես ասում են, մենք ասում ենք, մենք լսում ենք։ Թե քանի զինվորական է միայն 2026-ի առաջին 3 ամիսներին զոհվել ճանապարհներին, արդեն հաշիվն եմ կորցրել, բայց փաստն այն է, որ ապրիլի 8-ին կատարվածը Վանաձոր Սպիտակ ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին տեղի ունեցածը մեր բազում հորդորների անտեսման հետևանքն է։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 15:50-ի սահմաններում։ Ըստ հավաքվածների, այս վազը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել հսկայական դաֆի հետ, որը, ինչպես տեսնում եք, բարձված է եղել երկաթե ամրաններով։ Պետք չէ հատուկ մասնագիտական ունակություններով օժտված լինել, հասկանալու, որ նման հսկայական մեքենայի հետ ճակատային բախումը չի կարող լավ հետևանք ունենալ։ Իսկ հետևանքը իրոք տխուր էր։ 2 հոգի տեղում մահացել են։ 2 հոգու էլ Սպիտակ բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկները նախտեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Սպիտակ բժշկական կենտրոն։ Իսկ երբ տեղեկացա, որ մահացածները պաշտպանության նախարարության զինծառայողներ են, այրունը հերթական անգամ գլխից տվեց։ Ախր երբ գիտեք, թե ինչ առաքելություն են ստանձնել, ոնց կարելի է նման էժան կերպով վարվել սեփական կյանքի հետ։ Դուք պետք է օրինակ լինեք բոլորի համար։ Ձեզանով միշտ հպարտացել ենք ու պետք է շարունակենք հպարտանալ, այլ ոչ թե հերթական անգամ փաստենք, որ ոչ թե հայրենիքի սահմանները պահելու ժամանակ եք անմահացել, այլ անհեթեթ վթարի հետևանքով։ Ինձ թվում է, թե պարզագույն ճշմարտություններ եմ ասում, բայց փաստորեն միայն թվում է։
Գագիկ Շամշան, Սուրանկյուն։